Կարաքը թանկացել է ժողովուրդ ջան։ Խառը կանաչի կերեք, ինչ ա եղել որ։ Աղքատությունը մեր գլուխներում է։ Քաղաքացին տուգանքի մատերիալ չի։ Որ գույքարկը բարձացել է, այդ նշանակում է, որ ձեր տան գինն է բարձացել։ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա եւ ցեզանից յուրաքանչյուրը վարչապետ է։ Կառավարությունը ես եմ։ Մեր պետական պարտքի սպասարկմանը ավելի շատ գումար ենք տալիս, քան օրինակ առողջապահության եւ կրթության ոլորտին։ Այդ փողի գինը նվազում է, դու վաղ կապիտալ ես ունենալու, այդ պարտքը սպասարկես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ես եմ։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքվել է խաղաղություն։ Հիմա էլ ասում եմ, ըլնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Շատ եմ հարգում Հռոմի պապին, բայց ես ուզում եմ, որ մենք հիանանք մեր հոգևոր առաջնորդներով։ Հայաստանյաց առաքելական եկեղեցին այսօր չունի կաթողիկոս։ Արցախը Հայաստան է եւ մենք։ 86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Հայաստանի որևէ կառավարություն Ղարաբաղի հարցում այնքան թափանցիկ չի եղել, ինչպիսին է մեր կառավարությունը եւ ես անձամբ։ Եվ թող մեզ ոչ մեկ չասի, հա, այդ ինչ եք բանակցում, ինչ որ պետք է այնել բանակցում ենք։ Լեգենդներ են հորինել, թե ես իբր ստորագրում էի թղթեր, այդ անկլավ կամ ինչ որ տարածքներ է տալիս։ Ադրբեջանի 3 տարածքները, որը Բարխուդարլի, Խելեմլի, Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին եւ եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանի Հանրապետությունը։ Դուք ինչ եք կենթանի, որ մի հատ եկել եք 5000 զոհից եք խոսում։ Ինչ եք կենթանի։ Տղերք, հայրենիքը այսօր ունի ձեր կարիքը, կարող են կանխել պատերազմը, որի արդյունքում մենք ունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի։ Ծնկի եմ գալիս մեր բոլոր նահատակների առջև։ Մեր զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի, ներողություն ես արտահայտությունը անելու համար, պլյուս մինուս 50։ Ինչու են Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Գալուգացի օլիգարխը ոչ ավել, ոչ պակաս ՖՍԲ-ի գաղտնի աշխատակիցը։ Խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մասին։ Ղարաբաղը ի վերջո որ երկրի մասնակազմ է։ Արցախյան ազատամարտի ամենավառ սիմվոլի Շուշիի այս հոգեթով անկյունում Շուշի մի դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պետք էր Շուշի։ Այդ տատիկ պապիկները 100,000 դրամներով նիսյաներ ունեն իրանց խանութներում։ Փողը տվեք այդ մարդկանց, թող գնան իրանց նիսյանները պակեն։ 10400 դրամով ավելացնենք։ Ինչ անելու թոշակառում։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Հարակից բոլոր դիրքերը եղել են ամենածանր հրետակոծությունների, հատուկ պատրաստությամբ, հատուկ ջոկատայինների, զանգվածային հարձակումների թիրախում։ Այդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձուն է, ինչ-ինչներից է պետք։ Может, еще умнее, мудрее кандидаты есть. Пусть они выдвигаются.